Չշեղվենք թեմայից։ Էդգար Ղազարյան, Նարեկ Մալյան, իրար ձեռ բռնեք, զանգեք Մամիջանյան Հայկին կամ Մարտուն Գրիգորյանին, ասեք ինչի՞ չես նախաձեռնում impeachment-ի գործընթաց։ Ախպեր, Հայաստան դաշինքը ես հիմա չեմ պաշտպանում, ես ընտրել եմ ու այնքան եմ քլնգել, այսպես ասած։ Հələ ես այս հաղորդման ժամանակ անդրադառնամ իրանց, բայց իրանք քխ են, իրանք Նիկոլենց հավասար դավաճան են։ Մարտունիկը, Տարոնը, Աննան, Մամիջանյանը, Իշխան Զաքարյանին ասեք թող նախաձեռնի, ախպեր, ձեր ղեկավարը չի մցրել իշխանին ցուցակի մեջ։ Որ մի լավ բանի համար եք իշխանին մցրել ցուցակ։ Դո լսեք, ձեր տակը այնքան կղանք կա, որ դուք առել եք դրոշակները, սցենար եք գցել, եկել եք, փորձում եք առաջին ընդդիմադիր դառնալ։ Ես ձեզ ասեմ, որպես ընդդիմադիր դուք երևի կգաք 15-րդը, 13-րդն էլ Հայաստան դաշինքն է։ Հայաստանի դաշտում առաջին ընդդիմադիրները այս մարդն է ստեղ նստած, այն աղջիկն այնտեղից գրող խոսացող, այն վերլուծաբանն է, որ ասում է ձեզ մաքսիմում 2 հատ թաթալոշ տային, ինչ իշխանություն տային։ Հասկանում եք, դուք ինչ ընդդիմադիր, հələ մի հատ էլ ուզում եք առաջի շարքերում տեղավորվեք։ Պարզապես ունեք փող, ահռելի քանակի փող, այդ փողով հավանաբար ես կասկածում եմ, որ դուք ստանում եք ծրարային աշխատավարձներ, սա միայն падգամավորներին չի վերաբերում, կարող падգամավորները չեն ստանում, բայց այնտեղ ես ապշած եմ Սերժ Սարգսյանի սուրբ լինելու վրա։ Այդքան մարդ էնտուզիազմով ո՞նց է այդ մարդու համար իր գրպանից ֆինանս դնում եւ հաղորդումներ պատրաստում։ Այն սատիկը իր հաշվին է 168-ը պահում։ Այն բլոգերները իրանց հաշվին ու հայ ազգի հաշվին են Սերժ գովում։ Էդգար Ղազարյանը բանը բայց այստեղ մի բան ասում։ Ունտեղ թողած իր հաշվին է գովերքում։ Նարեկ Մալյանը իր աղջիկը սուրբ է։ Այդ էնտուզիազմով Սերժ Սարգսյանին պաշտպանողները, որ միայն էնտուզիազմով են պաշտպանում։ Միայն Ինչ են չաղանում, չէ՞։